Մուլտիպլիկացիոն ողջույններ, սիրելի փոքրիկներ, մուլտ աշխարհից։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում Քերին Մուլտիկնիկը, մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչը։ Ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները մեր Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, նախաճաշիկներով հանդերձ մարշմելոների մասին եմ մոռացել ասել, աղի ձողիկներ, ինչպես նաև միշտ պատրաստ Ապաչի հավաքածու պարկը, որպես ձեզ համար մրցանակ, սիրելի փոքրիկներ։ Ողջույնները շարունակվում են, ձեզ ելով է ողջունում, սիրելի փոքրիկներ, գիտեք չէ, ամեն անգամ ասում են։ Այ այս տեսախցիկի ետևում գտնվող մեր ժամապահ Քերին, ողջույն Քերին, փոքրիկների կողմից։ Տեսեք, այդ շաբաթ մենք որոշել ենք Ծուր թատրոնի սաների հետ միասին ստեղծել մի էջ Ծուր թատրոնի ուղիղ խորհուրդները, որտեղ մեր փոքրիկ հաղորդավարները, դերասանները ձեզ խորհուրդներ կտան այս շաբաթ իհարկե առողջ սննդի մասին։ Ըստ այդմ էջից հետո թե ինչ խորհուրդ կտան, մեզ պարզ կդառնա թե այսօր մենք ինչ նոր մուլտիպլիկացիոն հերոս ենք նկարելու։ Հասկանալի է, բայց մինչ այդ դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը, սև կախարդական մատիտը պատրաստ պահեք, կգնանք Ծուր թատրոն, կդիտենք Ծուր թատրոնի ուղիղ խորհուրդները, այնտեղից կհասկանանք թե ինչ մուլտիպլիկացիոն հերոս ենք նկարելու, պատրաստ եք, չէ՞։ Ողջունում ենք Արարատ Գևորգյանին, Արման Մանուկյանին, Ծուր թատրոնի ուղիղ խորհուրդները էջում։ Դեպի Ծուր թատրոն, Ալ-Բուլդա։ Բարև ձեզ սիրելի փոքրիկներ։ Ողջունում ենք նաև մեծերին։ Եթերում Ծուր թատրոնի ուղիղ խորհուրդներն են։ Իսկ ձեզ ողջունում է Արարատ Գևորգյանը։ Եվ Արման Մանուկյանը։ Արարատ, իսկ դու գիտես թե ինչ ասել է առողջ սնունդ կամ թե ինչ է նշանակում առողջ սնվել։ Իհարկե գիտեմ, բայց նաև ուզում եմ իրազեկ լինեն մեր փոքրիկ հեռուստադիտողները։ Առողջ է համարվում այնպիսի սննդակարգն, որն ապահովում են օրգանիզմի բավարար քանակությամբ բոլոր անհրաժեշտ սննդանյութերով, վիտամիններով եւ ջրով։ Մասնագետները առաջարկում են հետևել առողջ սնուցման ոսկե կանոններին, որոնք օգնում են պաշտպանվել մի շարք վտանգավոր հիվանդություններից։ Պետք է նվազեցնել շաքարի օգտագործումը, օրինակ շոկոլադներ, կոնֆետներ, խմորեղեններ։ Հրաժարվեք երշիկներից, չիփսերից, գազավորված ըմպելիքներից կամ շատ քիչ օգտագործեք դրանք։ Կերեք շատ մրգեր, բանջարեղեններ։ Օրինակ խնձոր, այն ունի շատ օգտակար հատկություններ։ Խնձորը պետք է ուտել ճաշից հետո, քանի որ այն փոխարինում է ատամների մաքրմանը։ Այն կալորիական չէ, հարուստ է վիտամիններով եւ հյուսվածքներով։ Խնձորը օգտակար է նաեւ ուղեղի համար, բարելավում է հիշողությունը։ Սիրելի մեծեր, եթե դուք էլ օրական ուտեք 1 խնձոր, ապա խոլեստերինի մակարդակը կկարգավորվի։ Անպարտադիր պետք է ուտել կեղևով, իսկ դրա կորիզները հարուստ են օգտակար յուղով։ Խնձորի օգտակարության մասին կարելի է երկար խոսել, բայց առայժմ բավարարվենք այսքանով։ Եղեք առողջ եւ երջանիկ սիրելի փոքրիկներ։ Եթերում Ծուր թատրոնի ուղիղ խորհուրդներն էին։ Ձեզ հետ էին բժիշկ Արմանը եւ բժշկությունների խորհրդի աբագա պրոֆեսոր Արարատ Գուրգենիչը։ Մի շնոր հանդիպում։ Ալ-Բուլդա։ Շնորհակալություն Արարատին եւ Արմանին իրենց փոքրիկ խորհուրդների համար։ Հիմա կարող եք չէ գուշակել թե ինչ ենք նկարելու, ինչ մուլտիպլիկացիոն կերպար։ Նրանք մեր փոքրիկ բժիշկները շատ էին խոսում խնձորի մասին, թե ինչքան առողջարար է։ Քերի մուլտիկնիկն է սիրելի փոքրիկներ ձեզ խորհուրդ է տալիս խնձոր շատ ուտել։ Շատ առողջարար է, դե արդեն Արարատն ու Արմանը բացատրեցին թե ինչու։ Եվ այսօր մենք ձեզ հետ միասին նկարելու ենք մուլտիպլիկացիոն խնձորներ։ Մի քիչ էլ վիճող, թե ինչի մասին են նրանք վիճում, այս խնձորները, երկու հերոս կնկանեն քիթիկներով, աչքերով, բերանիկներով, թե ինչի մասին են նրանք վիճում, դուք վիճաբանող խնձորները վերնագրով պատմություն կհորինեք ուղարկեք Քերի Մուլտիկնիկին։ Այսպես ուրեմն, ինչ ենք անում։ Ես առաջի խնձորը նկարելու համար սկզբից նկարելու եմ նրա պոչիկն ու տերևիկը։ Այսպիսի մի պատկեր ենք նկարում այստեղ։
Այստեղ ձվաձև կլորիկ, կլորիկով փակում ենք ներքևի հատվածը, այստեղ արդեն տերևիկը կողքից կնկարենք, այստեղ ուշադրություն, այսպիսի մի ալիք կտամ, տերևիկի մի մասը այստեղից կերևա, գծիկները այսպես կանեմ, պոչիկն ու տերևիկը պատրաստ է առաջի խնձորի, հիմա խնձորի պատկերն ենք նկարում, ուշադրություն, այստեղից կգնանք դեպի վերև, կլորանանք, իջնենք ներքև, էլի կլորանանք, այստեղ համարյա թե կրկնելու ենք հայելու նման, խնձորի պատկերը ստացանք սիրելի փոքրիկներ, այստեղ էլ ևս մի ալիք կանենք, չորացած թերթիկները, խնձորի ներքևի հատվածում, հիմա կերպար ենք դարձնելու նրան, ինչ ենք անում, երկու կլորիկ աչքեր ենք նկարում, ձախակողմյա կլորիկը ձվաձև, ավելի մեծ, աչակողմյանը ավելի փոքր, այսպես աչքեր, սևիկները, ձվաձև, փայլիկով, 1, 2, հետո քիթիկ չենք նկարի, ուղղակի բերանի կնկարենք, այսպես կողքի, այսպիսի բերանիկ, երևի ընկերոջն է նայում, հակառակ փակագծում ենք, այստեղ ատամներ ենք նկարում, լեզուն, թեք, բերանի խորոչը հիմա սևով եմ ներկելու, խորությունը որը զգաք դուք, այսպես, ու ներքևի շրթունք, ատամները կարող ենք բաժանել մի քանի մասի, այսպես, վերջ, խնձորը պատրաստ է, ձախ խնձորը պատրաստ է, այստեղ ստվերը կանենք, լույսը եթե աչակողմյա մասից է, այսպիսի ստվեր կնկարենք, սևով էլ կներկեմ մի անգամից, հիմա մյուս խնձորին ենք նկարում, երևի թե ինչ-որ բանից վիճում են կամ խոսում են, դա ձեր պատմությունից արդեն հայտնի կդառնա, էլի նկարում ենք պոչիկը, այսպես, տերևիկը, այս անգամ տերևիկը այլ ձևով կնկարենք այսպես, այսպես, նույն ձևով էլի խնձորի պատկեր ենք ստանում, սիրելի փոքրիկներ, մի փոքր սրտիկի նման, այսպես, այստեղ էլ էլի փոսիկ կտանք, հիմա մյուս մատիտով կնկարենք աչքերը, տեսեք, էլի նույն ձևով նկարում ենք աչքեր, մյուս ավելի մեծ, կոպերը այսպես դժգոհ կոպեր ենք նկարում, աչքերի սևիկները այս մասում, քիչ էլ արդեն տխուր, չգիտես ինչու է տխուր, այս մյուս հերոսը, բերանիկը ծուռ, թախծոտ ունքեր, էլի ստվեր կնկարենք այս մասից, ու սևով կներկենք։ Ուղղակի հիմա մարգագետինը այսպես կբաժանենք, այսպես, գծեմ, հա, այստեղ լավ չի գծվել, մեր երկու խնձորները, վիճաբանող խնձորները պատրաստ են, հիմա ինչու, որովհետև առաջի խնձորը կլինի կարմիր, սիրելի փոքրիկ բարեկամներ, այսպես, ես կընդգծեմ, խնձորները գիտեք, դեղնակարմիր են լինում, գուցե հենց նրանց վիճաբանությունը հուշում են, այդտեղից է սկսվել, հիմա ձախակողմյա հատվածից կլորացնեմ, ավելի մուգ կանեմ, հիմա կոպերը կընդգծեմ կարմիր մատիտով, սպիտակ մնան, հա, այսպես, վերևի շրթունքը անպայման կընդգծեք կարմիրով, հատամները սպիտակ մնալու համար, աչակողմյա մասն էլ եմ ընդգծում, սիրելի փոքրիկներ, բայց ամբողջովին չեմ ներկում, եթե նկատում եք, այստեղ ավելի մուգ, բաց կարմիր մատիտն եմ վերցնելու, սպիտակ թողված հատվածները ավելի թույլ երանգով ներկեմ, հետո մի քիչ էլ դեղին կավելացնենք։ Վարդագույն մատիտով լեզուն ներկենք, այսպես, շատ լավ է, շագանակագույնը ուր է,
Պոչիկները, այսպես ձախակողմի հատվածը շագանակագույն, այստեղ էլ, քանի որ մեր ձեռքում է այն։ Կանաչ մատիտը վերցնելու եմ, մյուս խնձորի ձախակողմի հատվածը այսպես ընդգծեմ, կոպերը մուկ կանաչով կներկենք, այսպես ներքևի շրթունքը, հիմա տեսեք, պոչիկի կողերը մուկ էլի կանաչով կներկեմ, կիսալուսնաձև ձախակողմի հատվածից կլորացնեմ, ուղղակի կընդգծեմ, հաչակողմի հատվածից։ Հիմա դեղին մատիտը ուր է, ահա այն, դեղին մատիտ կվերցնեմ սիրելի փոքրիկ բարեկամներ, կանաչին խառնելով, այսպես, սպիտակ թողված հատվածները, այսպես, դեղնականաչ կդարձնենք, դուք սովորական մատիտով եք ներկում, կարող եք ներկել, հետո թղթիկով կամ մատիտով այսպես տարածել գույները։ Ես յուղամատիտով միանգամից այսպես խառնում եմ գույները ու տարածում։ Գուցե հենց դրա համար էլ վիճում են նրանք, թե ինչու է մեկը կարմիր, մյուսը դեղնականաչ կամ դեղին, այսպես։ Նայեք, տերևիկը ինչ եմ անում, այս փոքրիկ հատվածը ամբողջությամբ մուկ կանաչ եմ ներկում, մյուս գալարաձև նախշը, եթե նկատում եք, սպիտակ հատվածներ եմ թողել, որպեսզի դեղինով հետո կարողանանք երանգավորել։ Այս տերևիկը ընդգծում եմ, գծիկներն ենք զուգահեռ տանում, հիմա դեղին մատիտը մեզ օգնության կգա առաջի տերևիկը ներկելու համար, պոչիկի դեղինը անպայման կլորացնելու համար, այստեղ էլ պոչիկի դեղինն ենք ներկում սիրելի փոքրիկներ և երանգավորում ենք մյուս տերևիկը։ Եթե ինչ-որ լավ է, շագանակագույն մատիտը ուր է, չորացած թերթիկները, որ նախկինում ծաղիկ են եղել, այսպես շագանակագույն եմ ներկելու, ծաղկի թերթիկներ էին, հետո նոր բերք են դարձել, մի փոքր էլ իմ լավ բարեկամներ, կարմիր խնձորի աչակողմի հատվածը դեղինով այսպես կերանգավորեմ, լուսավոր հատվածն է սա և կանցնենք արդեն մարգագետինը ներկելու, երկինքը, քանի որ խնձորը կանաչ է, մարգագետին փիրուզե գույն կանենք, սիրելի փոքրիկ բարեկամներ, հիմա տեսնեմ քանի քիչ ժամանակ է մնացել, բայց պետք է հասցնենք 4 րոպե։ Տեսեք, գծիկից ներքև դուք կարող եք սեղանել նկարել, ես ուղղակի մի այլ կանաչով կամ փիրուզե գույնով ուզում եմ մարգագետինը առանձնացնել վերևի հատվածից, գծիկից վերև, այսպես։ Ձեր հերոսները ավելի արտահայտիչ դարձնելու համար, այսպես սպիտակ թղթիկը ճնշում եմ, իմ լավ բարեկամներ։ Դրա համար կանաչը մի այլ գույնով ներկեցի, խնձորի կանաչից մի քիչ տարբերվի։ Դե երկինքն էլ կարող են կապույտ ներկել։ Ուր է, խնդրեմ, այսպես, մի քիչ կլղոզեք, երբ որ դուք սովորական մատիտով ներկեք, ամպիկներ դարձնելու համար, այսպես կներկեք, մատիկով կարող եք լղոզել, սպիտակ ավելի լավ ճնշել, միտեղ կարող եք կապույտ ավելի մուգ երևալ։ Վերջ, մեր հերոսները պատրաստ են, քանի որ կապույտ մատիտը մեր ձեռքում է, աչքերը մի փոքր այսպես կլորացնեմ կապույտով։ Այսպես, ավելի գեղեցիկ ստացվեց։ Այսպես, վերջ սիրելի փոքրիկներ, այսօրվա մուլտիպլիկացիոն կերպարներին էլ հեշտ նկարեցինք, կարծում եմ ձեզ մոտ ստացվեց, անպայման վիճաբանող
խնձորները վերնագրով պատմություն հորինեք, այս նկարը ուղարկեք, ետևի մասում գեղեցիկ պատմություններ հորինեք նկարելով եւ ուղարկեք Քերի Մուլտիկնիկին, իհարկե։ Մեզ ինչը հուշեց, որ այսօր ձեզ հետ միասին նկարենք այս խնձորներին, այս հետաքրքիր կերպարներին։ Մենք արդեն գիտեք, եթե հաղորդման սկզբից եք միացել մեզ, սիրելի փոքրիկներ, գիտեք, որ ունենք Ծուռ թատրոնի ուղիղ խորհուրդները, էջը, այսօր Արարատն ու Արմանը մեզ խորհուրդ տվեցին, որպեսզի առողջ սնվենք, հատկապես շատ խնձոր ուտենք, շատ առողջ արար է։ Դե ինչ, այս նկարները ձեր հորինած պատմությունները Քերի Մուլտիկնիկին ուղարկելու համար հիշեցնում եմ մեր ամփոփող հասցեն։ Այնտեղ ուղարկեք եւ առաջադրանքներ գեղեցիկ վերնագրերով, եւ ձեր նամակները, ձեր հորինված հեքիաթ պատմությունները, ձեր կողմից նկարված այս հերոսները եւ մի քանի նկարել կարող եք ինքնուրույն նկարել եւ ուղարկել Քերի Մուլտիկնիկին։ Որ հասցեով ամփոփող Քաղաք Երևան Ալիխանյան եղբայրներ 2 Կենտրոն հեռուստաընկերություն Մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի ծնողներ, անպայման բաժանորդագրվեք Մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Ինչու՞։ Այնտեղ ձեր փոքրիկները կարող են մասնակցել վարպետանց դասերի, հաղորդումների, որոնք երբևիցե հեռուստաեթերով չի ցուցադրվել, կդիտեն նոր մուլտիպլիկացիոն ֆիլմեր, որ ստեղծել է Քերի Մուլտիկնիկը Մելոգրանոյի հետ միասին, հեքիաթ ներկայացումներ, մեր այս հաղորդումները, երաժշտական կատարումներ, մրցանակաբաշխություններ, դե էլ որը ասեմ, էլ որը բաժանորդագրվեք Մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Իսկ հիմա արդեն հրաժեշտի պահն է, սիրելի փոքրիկներ, ժամապահ Քերին, ով այդքան համբերատար էր, մեր 2 նոր հերոսները, շատ առողջարար մրգերը, կարմիր խնձորը, կանաչ խնձորը, մուլտ աշխարհի ձեր սիրված հերոսները, Ապաչի ընկերությունը իր քաղցած ձողիկներով, թխվածքաբլիթներով, արված աղքի սերմերով, կրեկերներով, չիփսերով, նախաճաշիկներով հանդերձ եւ Քերի Մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Հաջորդ հաղորդմանը Ծուռ թատրոնի ուղիղ խորհուրդները էջը կպարզաբանի, թե ինչ նոր մուլտիպլիկացիոն հերոս ենք նկարելու։ Իսկ հիմա միշտ նոր հանդիպում, Ալբուլդա։ Oh.